Ողջույն բարեկամներ, այսօր ապրիլի 2-ն է 2025 թիվ, այսօրը երկու կարևոր իրադարձություններ եղել, մեկը 5 տարի առաջ հիմնադրվեց ինքնաճանաչում YouTube անալիքը, այսօր ապրիլի մենք դիտում ենք, երկրորդը ապրիլի 2-ը լեգենդար, հոյակապ մարդիկ, մեր բոլորի արժանապատվությունը վերականգնած Սողոմոն Տերտերյանի ծննդյան օրը։ Ես մինչև Սողոմոն Տերտերյանին անդրադառնալը ուզում եմ մի քիչ խոսեմ այն ալիքի գործունեության մասին, որը դուք հիմա դիտում եք։ Եվ այսպես 5 տարի առաջ պանդեմիան նոր է սկսել, մնացինք մի քանի օր տուն եւ իմ մոտ սկսվեց պարապությունից, որ մարսովոր անդադ աշխատում եմ, եկել նստացնում են, ասում դու էլ բան պիտի չանես, սկսեց տարօրինակ բաներ կատարել իմ մոտս, ես ասի ես չեմ կարող ոչ մի բան չանել, եւ այն ժամանակ ես սկսեցի փնտրել ինչ ձայնագրություններ կան ընդհանրապես YouTube-ում, կարևոր մարդկանց մասին, այսինքն խոսքը, այսինքն այն մարդիկ, որոնք ինձ հետաքրքրում էին, գիտնականների, երաժիշտների, մեր գրողների, լուրջ մարդկանց մասին, եւ ես հայտնաբերեցի, որ համարյա թե բան չկա։ Համարյա թե ինչու, որովհետև եթե նույնիսկ ինչ-որ մի բան էլ գտնում էի, դե հաղորդումները շատ կարճ էին, շատ կարճ։ Եվ հիմնականում ոչինչ չէր բացվում։ Այսինքն դու այդ մարդկանց մասին, իրանց մարդկային կողմերի մասին, այդպես վերլուծական խորը հաղորդում չկար, որովհետև գիտեք, եթերային ժամանակը միշտ մեր մոտ շատ բան է եղել, սահմանափակ է եղել։ 10, 20, 25 րոպե, ասենք մաքսիմում, որ կարող են մարդիկ իրենց մասին խոսել, բայց 25 րոպեում վստահ եղեք ոչ մի լուրջ վերլուծություն հնարավոր չի անել։ Եվ ես որոշեցի ուղղել իմ պատկերացումով այդ բացը։ Եվ տղայիս հետ, մեծ տղայիս հետ, Սամվելիս հետ սկսեցինք մտածել ինչպես ձայնագրել հեռավար այդ խոսակցությունները։ Մի խոսքով մեր ժամանակ գտանք Skype-ով էինք ձայնագրում։ Ինչ ասեմ, 5 տարվա մեջ արդյունքներն եմ ուղղակի ուզում ասել ձեզ 91500 բաժանորդ 1600-ից ավել ձայնագրված տեսանյութ։ Դուք գիտեք, որ իմ ձայնագրված տեսանյութները 1 ժամից պակաս չեն լինում, իսկ այն ժամանակ դրանք սկզբերին էին, դրանք 2-3 ժամ էին գնում, 2-3 ժամ։ Որովհետև վստահ եղեք, ասենք այն մարդիկ, որոնց հետ ես խոսում էի, արգաժան մարդիկ շատ, իրենք այնքան ասելիք ունեին, այնքան բացվելիք ունեին, այնքան խրատ իրենց կյանքից, իրենց ապրած պրակտիկայից ունեին փոխանցելու, որ դրա համար էլ ալիքը կոչվեց ինքնաճանաչում, որովհետև իմ խորին համոզմամբ, եթե մարդ չունի ինքնաճանաչում, չի բացահայտել ինքն իրեն, թե վատ, թե լավ, թե ուժեղ, թե թուրք կողմերից, նա երկար ճանապարհ չի կարող գնալ։ Ամենաբարդ բանն է ինքնաճանաչումը, որովհետև այդ ճանապարհից սկսում ես հասկանալ նաև քո թերությունները, նաև քո բացթողումները։ Այո, կան հաճելի պահեր, երբ որ բացահայտում ես մի լավ բան, որ դու ունես, որ դու չէ ուշադրություն չի դարձրել, բայց դա կարող է կործանարար լինել, եթե դու բավականին կամք եւ համառություն չունես նաև անդրադառնալ քո բացթողումներին։ Ինչու՞ է 5 տարի անցավ մի բանի համար է սկսվել, ստեղծվել է սալիքը, ինքնաճանաչում, բայց 20 թվականի պատերազմը ալիքը ստեղծվելուց ընդամենը փաստորեն 6 ամիս հետո փոխեց ամեն ինչ։ Փոխեց ամեն ինչ մեր կյանքում, մեր բոլորի կյանքում, մասնավորապես իմ կյանքում ամեն ինչ համարը փոխվեց։ Եվ ալիքը սկսեց ծառայել նաև այլ նպատակի։ Սա էլ ինքնաճանաչում էր, բայց մենք ստիպված էինք այդ մեր ինքնաճանաչման դառը, սոսկալի եւ կործանարար կողմերից նաև խոսել եւ անընդհատ խոսել եւ ամեն օր խոսել։ Շատ ժամանակ ինձ նույնիսկ մեղադրում են, որ իմ հաղորդումների ժամանակ նեգատիվն է շատ, ամեն օր չի, որ ես հույս եմ տալի, իսկ ես միշտ ասել եմ, որ ես հույս տալու համար չեմ, ես անպայման ուզում եմ հասկանալ ամեն ինչը խորքային մակարդակով։ Ես ոչ մեկին չեմ ուզում խաբել, առավել եւս ինքս ինձ, որովհետեւ աշխարհում ամենադժվար բանը անկեղծ մնալն է հենց ինքդ քո հետ։ Աշխարհի ամենադժվար բանը, որովհետեւ հենց դու սկսում ես անկեղծ մնալ ինքդ քո հետ, այդ ժամանակ հսկայական քանակությամբ ընկերներ ես կորցնում։ Հսկայական քանակությամբ մարդիկ ես կորցնում, որ միջև այդ քո շուրջն են եղել, բայց հայտնի չի ինչ պատճառներով։ Բայց հենց գալիս է հասցը անկեղծության եւ դու մնում ես անկեղծ ինքդ քո հետ, սկսում ես տեսնել ոնց է մաղվում։ Մի կողմից մաղվում, մյուս կողմից ավելանում նոր շունչով, նոր ավյունով, նոր արյունով, այսինքն գալիս են մարդիկ,
որոնց համար այդ անկեղծությունը, այդ հստակությունը նույնքան կարևոր է, ինչքան քո համար։ Ես մի բացասական կողմ ունեմ, ես երբեք ոչ մեկի չեմ համեմատվում ինքս ինձ, դա համարում եմ ճակերտավոր բացասական, որովհետև մարդիկ սիրում են իրար համեմատել։ Ես միակ բանը, որ ինձ միշտ համեմատել եմ, դա եղել է իմ երեկվա տեսակը, Վարդան Հակոբյանը 3 եւ այսօր, որն է իրենց տարբերությունը։ Կա տարբերություն, թե ոչ։ Ես անկեղծ պետք է խոստովանեմ, այսօրվա Վարդան Հակոբյանը 5 տարվա Վարդան Հակոբյանից տարբերվում է։ Տարբերվում է շատ առումներով։ Ես սովորել եմ այս ընթացքում շատ, սովորել եմ իմ հյուրերից, սովորել եմ այն թեմաների վրա, որոնք ստիպված ես անդրադարձել եմ, սովորել եմ ամեն օր այսքան բաներ կարդալով եւ ձեզ փոխանցելով։ Դա մի աշխատանք է, որ ավելորդ չի, ես արել եմ ձեզ համար, սովորել եմ իմ համար, արել եմ մեր համար, սովորել եմ իմ համար։ Այստեղ էգոիստաբար ես պետք է ասեմ, ես հնարավորին ամեն ինչ անում եմ, որ ես մի բան ավել սովորած քնեմ։ Այն նույնիսկ 2-3 ժամ ծախսելով այս հաղորդումների վրա, որ ես անում եմ ամեն օր ձեր համար, ես էլի սովորում եմ ինձ համար, որովհետև այն պահից, երբ որ ես ինձ հետաքրքիր չլինեմ, այդ պայն ամեն ինչ կվերջանեմ։ Ես կդադարեմ հարգել ինձ եւ կհամարեմ, որ ես այլևս ասելիք չունեմ։ Ինչ որ է, աշխատանքի արդյունքն եմ ասում, 91500 մարդ։ Գտնում եմ, որ պետք է ինձ լսի, իմիջիալոց եթե բաժանորդագրված չեք, կարող բաժանորդագրվել, որովհետև 91000 դա միայն բաժանորդագրվածներն են։ Իսկ բայն 3.300.000-ը, որ դիտել են չեն բաժանորդագրվել, բա իրանց ինչ ասեմ։ Ամեն դեպքում, եթե ուզում եք բաժանորդագրվեք, ընդամենը մի հատ կոճակի սխմով մենք վաղը կարող ենք դառնալ 100,000։ Ինչև կարևորում այդ 100,000 թիվը։ 100,000 թիվը շատ մեծ չի, բայց ինքը հոգեբանական թիվ է։ Եթե մենք կարողանանք օրեկան ռեժիմով մեր դառը ճշմարտությունները, լավ ուրախությունները, ոգևորվելու առիթները, վերանայելու առիթները հասցնենք 100,000 մարդու օրեկան։ Մեզ հեղափոխություն պետք չի, հեղափոխությունը ինքնաբերաբար կկատարվի։ Այսօր բոլորս ինչ որ երազում ենք։ Ինչ ենք այսօր բոլորս երազում։ Արդար միջավայր։ Ոնց կկառուցենք արդար միջավայր, եթե մենք սկսենք ինքներս մեզ կեղծել հարմարվել, ինչ որ ժամանակավոր շահերի համար լռել կամ չնկատելու տալ։ Մենք արդար միջավայր չենք ունենա։ Իսկ ըստ իմ համոզման, այն ինչ որ բնական օրենքներից դուրս է, ինքը դատապարտված է մահվա։ Բնական օրենքները սահմանում է հետևյալ բանաձևը։ Վարվիչ դիմացինի հետ այնպես, ինչպես ուզես որ քեզ հետ վարվեն։ Դա աստվածաշնչային խոսքերով։ Իսկ բնության խոսքերով ինչ ցանում ես, նահանձում ես։ Կեղծիք ես ցանում, կեղծիք ես հնձելու։ Անտարբերություն ես ցանում, անտարբերություն ես հնձելու։ Սուտ ես ցանում, սուտ ես հնձելու եւ այլն եւ այլն։ Տեսեք ինչ պարզ ու բարդ միաժամանակ բանաձևի եմ եկել հասել, որը փաստորեն ինքնաճանաչման բանալին է։ Արդյոք մենք բավականին մենք իրար ճանաչում ենք, ինքներս մենք ճանաչում ենք, որպեսզի մեզ թույլ տանք ամենամեծ ճոխությունը աշխարհում։ Ամենամեծ ճոխությունը, որ ամենահարուստ մարդիկ չունեն, գիտեք որն է։ Լինել անկեղծ եւ շիտակ ինքդ քո հետ։ Դա մեծագույն ազատությունն է ըստ հույն փիլիսոփաների։ Այսինքն ըստ հույն փիլիսոփաների ամենամեծ հարստությունը կյանքում դա մարդու ազատությունն է։ Իսկ մարդու ազատությունը կեղծիքի միջոցով չի լինում։ Մարդու ազատությունը շիտակության միջոցով է լինում։ Այդտեղ է հենց որ դու ունենում ես ամենամեծ կորուստները։ Իսկ դու եթե շիտակ լինելով, կորուստները հաշվի առնելով, դրա միջով անցնում ես, ունեն ձեռք ես բերում քո ազատությունը, դու աշխարհի ամենահարուստ մարդն ես, որ ես ինքս համարում եմ։ Ու մեկ-մեկ ես որ տեսնում եմ ինձ ցուցումներ են տալի, ես ինչի մասին պետք է խոսեմ, ինչի մասին չպիտի խոսեմ, ինչին պիտի անդրադառնամ անպայման, ինչին պիտի չանդրադառնամ, ուզում նայեմ այդ մարդկանց աչքերի մեջ, ասեմ, լսեք, ես իմ խոսելու իրավունքը վաստակել եմ, չխոսելու իրավունքս եմ վաստակել, հա։ Եթե դուք շատ եք մտահոգված խոսել ինչի մասին որ դուք եք ուզում խոսեք, շատ հեշտ է, վերցնում եք հեռախոսը, դնում եք ձեր դեմը, սկսում եք խոսել։ Գուցե 5 տարի հետո ձեզ էլ լսի 91500 մարդ։ Գուցե չլսի։ Ես չեմ ասում 91000-ը մեծ թիվ է, բոլորովին ես գիտեմ մարդկա շատ ավելի շատ ունի, դիտողներն ունի, հետևողներն ունի, բայց ինձ ինչ, ես ասեցի չէ, որ ես վատ սովորություն ունեմ, ես համեմատվում եմ բացառապես ինքս իմ հետ։ Ասելիքս ինչումն է։ Եթե
ինչ որ մեկը մտածում է, որ ես անպայման մի բան անեմ, մի բան պետք է անեմ, որը լավ չի, ընդունում եմ, որ լավ չի։ Արեք ինձանից լավ։ Հեռախոսը վերցնում եք, այսօր մատչելի է այդ տեխնիկան։ Հեռախոսն էլ բոլորի ձեռքում կա, կոմպյուտերն էլ բոլորի տներում կա, YouTube-ն էլ հասանելի է բոլորին։ Ընդհանրապես պետք է Google-ում email ունենալ։ Տեսեք ինչ բարձ է։ Դնում եք, ասում եք ձեր թեմաների մասին, բարձաբանում եք, անկեղծանում եք, եթե կարող եք, ու մեկ էլ սկսում ենք տեսնել այդ ամեն ինչը որքան մարդու սրտերում արձագանք գտնում։ Բայց ես պետք է ասեմ, որ ես երբևէ ոչ մեկի սրտում արձագանք գտնելու համար ոչինչ չեմ արել, բայց ես ուրախանում եմ, երբ որ տեսնում եմ արածս գործը ինչ որ մեկի սրտում արձագանք է գտել։ Այսքանով ավարտեմ իմ ներածական խոսքը ինքնաճանաչում YouTube-յան ալիքի հետ կապված եւ անցնեմ ավելի կարևոր թեմային ինձ համար։ Եվ այսպես ոչ մեկիս համար երևի գաղտնիք չի, որ ամբողջ ազգով երևի սպասում ենք այս վճռական ցուցամատին, որ մեզ բոլորիս պետք է բերի բաղձալի այդ դուրը, հա, բաղձալի դուրը։ Սատկեց ճիվաղը։ Հիմա տեսեք, այդ ճիվաղի տակ միայն աննազգանուն չի, ճիվաղի տակ տեսակ է, ճիվաղի տակ երևույթ է, ճիվաղի տակ ես կասեի նույնիսկ դարաշրջանը, որովհետև այս դարաշրջանը մենք ինչ որ ապրում ենք, դա ճիվաղային դարաշրջան է։ Սա մեզ կապիտուլյացիայի պատրաստած, մեզ ձեռքբերումները դավաճանած, դանդաղ մահի պատրաստած շրջանը, այսինքն այդ վճռական ցուցամատը ոչ միայն պետք է վերջ տար այդ ճիվաղին, այլ դրա հետ կապված այդ դարաշրջան, որ մենք ցավով եմ ասում աննկատ ենք ապրել։ Իհարկե մարդիկ կան, որ նկատում էին, ասում են, որ սա բերում է այդ վախճանին, բայց նույնիսկ այդ ասողները, որոնցից մեկն իհարկե ես նույնիսկ ես էլ անկեղծ եմ ասում, չէի պատկերացնի, որ կարող է այս աստիճանի մեզ վախճանի տան։ Ինչ որ մենք խոսում ենք, ինչ որ մենք պատկերացնում ենք, դա ավելի շատ քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական ծուղակ եւ բան, հա, խնդիր, բայց այս աստիճան, որ դա կարող վերածվի այս կարգի էքզիստենցիալ խնդրի, եւ դա մենք process-ի մեջ ենք։ Նույնիսկ ամենավատատեսները չեն կարող պատկերացնել։ Եվ այսպես ծնունդը շնորհավոր լինի մեծ մարդ, որի ձեռքը համբուրել է նույնիսկ հայոց կաթոլիկոս Գարեգին առաջինը, էներգություն, Վազգեն առաջինը, մեղա, Վազգեն առաջինը։ Այո, այս վճռական ցուցամատի կարիքը մենք բոլորս ունենք, ու ասեմ ձեզ անկեղծ, մենք այդ վճռական ցուցամատը այսօր էլ ունենք։ Ուղղակի նորից պետք է ցավոտ անդրադառնալ մեր ամենացավոտ խնդիրներին։ Դուք գիտեք, որ ես չասեմ չեմ մարսի։ Դուք էլ չեք հարգի։ Մենք ունենք այս ապստամբները, ունենք այս վճռական մարդիկ, բայց որ իրանք նայում են ինչպես վարվեցինք մենք մեր ապստամբների հետ, որոնք դարձան ամեն մեկը մի ապստամբ երկիրը փրկելու համար։ Ինչպես ենք նրանց մոռացել, թողել բանտերում, տարվելով հեղափոխական ճակերտավոր եմ ասում, հեղափոխական խապկանքին եւ ուրանալով մեր ամեն ինչը, ամենահարազատ բանը, գիտեք ամենահարազատ բանը, որ քո մերձավորը քո իրավունքների եւ կյանքի համար գնում է ինքնազոհության։ Ես կարծում դրանից արժեքավոր բան չկա։ Մենք մոռացանք, կներեք, մենք ուրացանք, մենք թողեցինք կողքի վրա։ Կան այդ մարդիկ։ Իսկ եթե այդ մարդիկ տեսնեին ուրիշ վերաբերմունք իրենց հերոսների նկատմամբ, վստահ եղեք, մենք ունենայինք հիմա լրիվ այլ իրավիճակ։ Այնպես որ մենք միջև հիմա ամոթով պիտի ապրենք ինչ-որ, որ այդ ապստամբները միջև 16 թվականից իրանք բանտում են։ Մի մասը բանտում են, մի մասը դրսում են, դատավարություն ընթանում է, ինքս էլ չեմ հասկանում ոնց է դա հնարավոր եւ ինչու է դա հնարավոր, բայց փաստ եմ ասում։ Այ եթե մենք ուրիշ այլ վերաբերմունք ունենենք մեր համար նահատակվածներին, մենք հիմա լրիվ այլ վիճակում կապրեինք։ Սա խոսքը նաեւ վերաբերվում է Արցախի հերոսամարտին, իրենց կյանքը տված մեր հայրենակիցների հիշատակին, ասենք Արցախ ազատագրածներին, որոնց հիշատակը նորից մենք կուրացանք, հանդուրժելով Արցախի հանձնումը, Արցախը հանձնողներին նորից ձայն տալը։ Հասկանում եք, սա մեկ մարդու գործ չէր, մեկ մարդու
թերացում եւ թուլություն չէ, սա մի ամբողջ երկրի թերացում եւ թուլություն էր։ Եվ անկեղծ եմ ասում, տիեզերական օրենքներով մենք արժանի ենք նրան, ինչու մենք հիմա ունենք, որովհետեւ ինչ ցանել ենք էներ հիմա հնձում ենք։ Եթե ուզում ենք, եթե կամք ունենք մեր այդ միջև վերջ անկեղծ լինելու, պետք է դա ընդունենք ու նոր բան ցանենք։ Նոր բան։ Պարզ նայենք իրականության աչքերին ու սկսենք շտկել, իրավիճակը շտկել, ասենք, հա, այն ոնց է մեծ մարդը իրոք ոչ թե տարիքով մեծ մարդը ներողություն խնդրում, թեկուզ երեխայից, թեկուզ ցանկացած մեկից, սխալ եմ եղել, արի շտկենք, արի մաքրենք, որովհետև իմ համար էլ է պետք է սա մաքրվի, որովհետև եթե ես ուզում եմ ապագա ունենամ, ուրեմն պետք է շտկումներին գնանք։ Այո, ամեն ինչ եղել է, ամեն ինչ վատ է եղել, կարող է չեմ հասկացել, կարող է, բայց միջև այս ամեն ինչը չընդունես, ազատությունը գալիս է նաև ընդունելուց։ Հա, ազատությունն նաև գալիս է ընդունելուց, ես մի բան պետք է ասեմ։ Եթե Հայաստանում կատարվեր ժամանակին այս լյուստրացիան, մարդիկ ընդունեին, իմանային, թոթափեին այդ ժամանակին հավաքագրված լինելու փաստը, այսօր իրանք էլ ազատ կլինեին, այլ ոչ մեկին չէին կարող կաշկանդել, ասեն դու ստորագրություն ես տվել, դու պիտի համագործակցես։ Հասկացեք, այդ ծանրությունը մնացել է մարդկանց վրա ու Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ դեռ համագործակցում են KGB-ի հետ։ Ինչի՞ ժամանակին ստորագրություն են տվել, սովետական ժամանակներում են ստորագրություն տվել, սովետական ժամանակից հետո են թուլացել ստորագրություններ են տվել։ Բայց հենց դու դա մասին ասում ես, հենց ասում ես սխալ եմ արել, եղել է Լեխ Վալենսիայի նման, հա, առաջին նախագահը Լեհաստանի։ Մի անգամից ասում է դա։ Նա դա ներողություն է ասում ու շտկի, մեզանից ոչ մեկ անթերի չի։ Ես որ իմ թերություններն եմ հիշում, ամաչում եմ ինքս ինձանից։ Իրոք, ես այնքան սխալ բաներ եմ արել։ Բայց ես չէի լինի, եթե ես դրա մասին չխոսայի։ Միակ ճանապարհը դա շտկելով անցնում։ Հիմա վերադառնամ Սողոմոն Թեհլերյանին։ Մենք հիմա էլ ունենք Սողոմոն Թեհլերյանից։ Ուղղակի հիմա իրանք նայում են արժի որ ես ասա ամեն ինչ անեմ։ Իսկ Սողոմոն Թեհլերյանը դա մասին չմտածեց, որովհետև ժամանակ էլ չկար մտածելու, եւ այդ ժամանակ դեռ ոչ մեկին չէր ուրացել, չէր դավաճանել։ Ուղղակի մի ամբողջ ժողովուրդ ցեղասպանվել էր կազմակերպված պետության կողմից։ Եվ այսպես գնանք Գյումրի, տեսնենք ինչ է կատարվում Գյումրիում։ Մարտուն Գրիգորյան դեռ մտածում է հնարավոր տարբերակների մասին։ Էլի ես պետք է այդ մասին խոսամ, որովհետև ես չխոսամ, դուս կգա, որ ես թաքցնում եմ թեման։ Վարդանիկի կամ Մարտուն Գրիգորյանի հաղթանակը դա հաղթանակ չի։ Դա ընդհանրապես ՔՊ-ի պարտությունն է։ Եթե մարդկա դեռ պարզ բանաձևը չի հասկացել, ես ցավակցում եմ իրան, որովհետև ինձ գրում են դուք ուրախացել եք Վարդանիկի հաղթանակով։ Ես իրան եմ ցավակցում։ Գիտեք, շատ ժամանակ ես ասում եմ մի բան, լսում են ուրիշ բան, բայց այն հին իմաստությունն է գալիս ինձ օգնելու։ Ասում եմ, ես գիտեմ ես ինչ եմ խոսացել, ես չգիտեմ դուք ինչ եք լսել։ Մարտուն Գրիգորյանն ու Վարդան Ղուկասյանը, եթե միավորվեն, ՔՊ-ն պարտված է։ Ինձ համար այս պահին կարևոր է ՔՊ պարտությունը։ Այո, իրենց հաղթանակը իմ հաղթանակը չի, դա ՔՊ պարտությունն է, որ ինձ համար էլի ընդունելի է։ Այն մարդիկ, որոնք դժգոհ են, որ ռուսական թևն է կամ նախկին օլիգարխիան է հաղթել, ես ուղղակի կասեմ, եթե դուք նեղված էիք, ձեր տեխնացուն ունենայիք։ Արմինե Օհանյանը ասես մի հատ վերնագրով հոդված էր գրել։ Մարդիկ հասկացել են իշխանությունն ավելի լավ է լինի օլիգարխիկ, քան թուրքահապատակ։ Արմինե Օհանյանն այս դեմքով ինքը գրում։ Ես պետք է ասեմ, ոչ տիգին։ Ոչ շուտ եք ուրախանում։ Մարդիկ նման որոշում չեն կայացրել։ Մարդիկ ընտրել են քվեարկել են ՔՊ-ի դեմ։ Ցավոք, մեր նորագույն պատմության մեջ բոլոր ընտրությունները եղել են ինչ-որ մի բանի դեմ։ Սերժ Սարգսյանի դեմ, հիմա Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ էր, հետո Ռոբերտ Քոչարյանի դեմ էր, հետո Սերժ Սարգսյանի դեմ էր։ Հիմա էլ Նիկոլ Փաշինյանի դեմ է։ Ու նման դատարկ հայտարարություններ անել, որ մարդիկ հասկացել են իշխանությունն ավելի լավ է լինի օլիգարխի, չէ։ Տիկին, դուք ամբիցիա ունեք հանրային խոսք արտաբերել։ Մարդիկ դեմ են քննարկել,
ընդամենը Փաշինյան Նիկոլին։ Հայաստանը ոչ մեկ չի ուզում օլիգարխիկ իշխանություն։ Եվ մյուս փաստը, որ անկախ իրենից տիկինը նշել է, հաստատել է, որ Հայաստանը եւ ներողություն Վարդանիկը եւ Մարտունը Գրիգորը դրանք օլիգարխիկ իշխանության մասին։ Տեսեք, մի ընդամենը նախադասություն եւ ինչքան բանա պարզվում, որ խոստովանում են, որ իրենք օլիգարխիկ են եւ ամենակարևորը չեն հասկանում, որ մարդիկ չեն քվեարկել օլիգարխիայի օգտին, մարդիկ քվեարկել են թուրքացման դեմ։ Դրա մեջ մեծ տարբերություն կա եւ ես ձեզ խորհուրդ չէի տա ուրախանալ, հույսեր փայփայել, որ հայ ժողովուրդը օլիգարխիայի, այն էլ հանցավոր օլիգարխիայի կողմնակից է։ Ոչ։ Իսկ այն մարդիկ, որոնք նեղված են, որ ժողովուրդը փաստորեն ընտրելով օլիգարխային, քվեարկելով ԿՊ-ին դեմ օլիգարխա ընտրել, թե շատ են նեղված, ես ուղղակի ասում եմ իմաստը առաջարկեիք ունենայիք ձերը, հետո ասեիք կար մերը, մարդիկ ընտրեցին թուրքացման օլիգարխիայի եւ մերի մեջ օլիգարխին կամ թուրքին։ Իսկական դուք բան չեք ներկայացել։ Ժողովրդին չեք տվել ընտրելու բան։ Ես հասկանում եմ, որ հիմա էկրանային կողմից գոռում են, բղավում են նույնիսկ, որ գաղութում ընտրություններ չի լինում։ Լավ։ Այդ դեպքում ձեր համար ի՞նչ տարբերությունով անդրվել։ Այդ դեպքում ձեր համար ի՞նչ տարբերությունով անդրվել, եթե գաղութում ընտրություններ չեն լինում։ Այդ դեպքում քաղաքական գործունեության նպատակը որն է, եթե ընտրության չեք մասնակցում։ Հա, եթե լավ համաձայն եմ, գաղութում բան չի լինում, գաղութում լինում ապստամբություն, գաղութում լինում անդիմություն, ընդվզում, հա, որովհետև իշխանություն փոխելու երկու ձև կա, կամ ապստամբություն, կամ ընտրություն։ Մենք չենք կարող ասել ոչ այն ենք անում, ոչ այն ենք անում, բայց մենք սպասում ենք փոփոխության։ Իհարկե կարող են ասել, հիմա մա դա ուղղակի հասկանալի չի։ Հիմա կարող ասեն ապստամբություն, դե մի անգամ են արեցին, բանդուր չեկավ, ժողովուրդը չի ապստամբում, բարի։ Դրել ես չեմ կարող առաջկել։ Բայց դեպքում ոնց կարելի է մերժել մարդուն ընտրության հնարավորությունից։ Ոնց եմ ասում, եթե մարդուն ընտրում եք, զրկում եք ընտրության հնարավորությունից, որտեղ գաղութում ընտրություններ չի լինում, այդ դեպքում ձեր համար ի՞նչ տարբերություն ով անդրել։ Իսկ իմ կարծիքով սա ծուղակ է։ Ես չեմ անում են, չեմ էլ թողում, որ կայանա սա, որ միշտ արտադրվի կամ վերարտադրվի հանցավոր իշխանություն։ Հոյակապ պայմաններ է սա իշխանության համար, հոյակապ։ Ոչ մեկ չի ապստամբում, միևնույն ժամանակ ոչ մեկ չի խանգարում ընտրություններին։ Ընտրի բանաձև է իշխանության համար։ Ես հուսով եմ սա դեմ երևի առարկություն չի լինի, որ այս վիճակը շատ հարմար է իշխանություններին։ Այսօր էլի անկավ աչքիս, ես ում դες հիշացնեմ ուղղակի, որ 44 օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ է, այս սցենարը չի գրվել Հայաստանում, բայց Հայաստանում գտնվող շատ մարդիկ այս սցենարի մեջ են եղել։ Փաշինյան Նիկոլ մանավանդ։ Ես սա ինչ եմ հիշացնում։ Հա, Եվս մի անգամ դնում են, որ Հայաստանի ուժային մարմինները հիշեն, որ այս հայտարարությունով եւս Փաշինյան Նիկոլը բոլոր ուժային կառույցների ղեկավարներին սարքել է հանցակից իրեն։ Ես էլ հիշում եք, ձեզ ասում եմ, որ այսօր դուք մի բան ունեք անելու։ Գյումրիում տապալված ընտրություններից հետո, Փարաքարում տապալված ընտրություններից հետո, Գերմանիայի դեսպանի ծիծեռնակաբերդ այցելությունից հետո առանց Հայաստանի կառավարման ղեկավարների, նույնիսկ եթե այսօր եմ իմացել, որ ոչ մի լրատվական չի անդրադարձել դրան, այսինքն հիմնական լրատվականները, որ պետք է ցույց տային, դա պաշտոնական չի եղել։ Հա, այսքանից հետո սա ես ձեզ հիշացնում եմ։ Դուք պարտավոր եք արդեն ձեր իսկ ապահովության ու փրկության համար կալանավորել Փաշինյան Նիկոլին, որովհետև այս հայտարարությունով ինքը ձեզ արդեն ձեզ դարձրել է հանցակից։ Հայտարարել է մի բան, սցենարը նախորդ գրված է եղել եւ սցենարով իրականացվել է։ Ասում է մի մարդ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետն է, եւ հիմա եւ այն ժամանակ։ Ու իր վրա ոչ մի քրեական գործ չկա, ոչ մի պարզաբանում չկա, հասարակություններ չկա, քրեական գործ չկա ընդհանրապես։ Ով է եղել սցենարի հեղինակը, ովքեր են եղել սցենարի հեղինակները Հայաստանում եւ ով է իրականացել այդ սցենարը։
Սրանք լեգիտիմ հարցեր են, պարոնայք, դատախազություն, ԱԱԾ, հատուկ քննչական եւ այլն։ Սա ձեր վրա քրեական գործ է։ Դուք այդ քրեական գործի տակից մեղմացուցիչ հանգամանքով դուրս գալու հնարավորություն ունեք բացառապես Փաշինյան Նիկոլին կալանավորելով։ Հուսով եմ դուք այդքան ուղեղ ունեք դա հասկանալու համար։ Հուսով եմ, ես վստահ չեմ։ Օրինակ Վարդապետյանն հաստատ չի հասկանալու։ Ես վստահ եմ, որ չի հասկանալ, բայց ասենք կողքի են փորձառու դատախազները կարող է ականջին հուշեն, ասեն Վարդապետյանն անա, քո վրա քրեական գործ կա։ Հենց մենակ այն առումով, որ դու միջև մեջ չես ասել Հայաստանի սահմանները որտեղով անցնում, եւ դու Հայաստանի սահմանների խախտումը փոխարկել ես։ Այս սանով քեզ ասում է Հայաստանում են գտնվում մարդիկ, ովքեր կազմակերպել եւ իրականացրել են սցենարով պատերազմ, որի արդյունքում հազարավոր մարդ է սպանվել։ Սպանությունը, սա մասսայական սպանություն է։ Եվ հանձնվել են երկրի տարածքները։ Ռազմական հանցագործության ճանապարհով։ Ուսում եմ միա դատախազ ականջին կկարտացնի, կամ ասենք Աննա Վարդապետյանի տնեցիներից մեկը, կասի աղջի այստեղ են։ Խելքը դու գցել ես, դու հասկանում ես, սա քո վրա ցուսմունք արդեն տվել։ Ասելա, քեզ էլ ասելա սուս մնա։ Դու ով ես, որ ինձ կալանավորես։ Ես եմ քեզ դրել, ու դու չես կարող ոչի բան անես։ Քեզ դրելա ճիշտ է, այդ հանցագործություններն էլ դրելա քո վրա։ Ու վերջում է ցուսմունք է տալու, ասի, եթե ես սխալ էի, բա իրավապահ մարմիններն ունեին, թող այն կալանավորեի։ Ինքը ձեր վրա ցուսմունք է տալու։ Այսօր մեկը գրել են Նավակ Ճոճողին հեռանալուց հետո գրել էր դու հասկացա, որ դու ընկեր չունես ՔՊ-ում։ Արա դու ՔՊ-ում ոչ մեկը ընկեր չունեք։ ՔՊ-ականը չի կարող ընկեր ունենալ։ Դուք դա կդիներ ՔՊ-ական եւ ունենալ ընկեր, դրանք հակասող բաներ են։ Ո՞ս կարող ՔՊ-ական ընկեր ունենալ։ Ընկերը գիտեք ունենա։ Ընկերը նախ հավատարմություն է։ Սրանք ո՞նց կարող են իրար հավատարիմ լինել։ Սրանք ընդհանուր հանցագործություն են կատարել։ Սրանք իրար վրա ցուսմունք տվողեն են առաջի առիթից։ Սրանք արդեն ցույց են տվել, որ հենց մեկը դառնում է թիրախ, շակալի ոհմակի վրա միանգամից նման հարձակումներին վրեն։ Բա ինչեր է ճոճողին թվում, որ ասենք ինքը, ասենք Հովիկ Աղազարյանից կամ Ասլանյան Հակոբից, չնայած երկուսն էլ գերագույն տականք էին, բայց հենց դրանց տակը ճոճվեց, ոհմակի վրա նման սկսեցին գզեցին դրանց։ Ինչեր ճոճողը մտածում, որ ինքը մի այլ կարգի ինչ որ երևույթ է եւ իրան նույնը չեն անելու։ Որտեղից դուք բոլորդ եք նույնը։ Դուք բոլորդ եք նույնը։ Եվ այսպես Աննա Վարդապետյան ինքը առաջի ցուսմունքն է լինելու, տվողն է լինելու քո դեմ։ Քննչականի պետ, ԱԱԾ պետ։ Դուք դեռ ժամանակ ունեք։ Դուք պետք է կալանավորեք սրան, որովհետև հասկանում եք, որ իշխանություն այլևս գոյություն չունի։ Գնանք առաջ։ Ստեղ նայեք։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, Պաշտպանության նախարարությունը ամեն ինչ անում է Հայաստանի սուվերեն տարածքներն անձեռնմխելի պահելու համար։ Հենց հիմա Հայաստանի սուվերեն տարածքում հանգիստ տրակտորը գործ անում։ Հանգիստ տրակտորը գործ անում։ Այս են տարածքն, որ ուղիղ նշանակետի տակ է հայկական դիրքերի։ Այն գենշտաբի պետը ասում է, դե սովածանան կգնան է։ Սովածացան, բայց չգնացին, որտեղ հայկական զորքերը կամ իրենք են ապահովում դրանց սնունդը, կամ էլ թողում են, որ դրանց սնունդով ապահովեն։ Հիմա էլ թողում են շինարարական աշխատանքներ իրականացնել։ Դուք ես խոսքերով արդեն այս կարգի Պետության իշխանությունները, Պաշտպանության նախարարությունը ամեն ինչ Պաշտպանության նախարարությունը 7-րդ ստում էր ասում էր կրակում են հակառակ ուղղությամբ։ Իրանց վրա են կրակում։ Այդ պարզվեց հայկական գյուղերի վրա ամեն դեպքում կրակում են, որտեղ արդեն տաներ կա վնասված։ Ու այս դեմքով դեռ ուզում են ժողովրդի հետ շփվել։ Սրանց հարցերը կարող են լուծել այս հասարակ լրագրողներ։ Հասարակ հենց այս ժամանակ ուղղակի իրենց այս ամեն ինչը ասես բերելով դնելով դեմը ու ասելով լսեք դուք գոյություն չունեք արդեն։ Դուք ոչ մի տեղը չեք կարողանալ ընտրություններ հաղթել։ Դուք լեգիտիմ չեք, ձեր տակը դատարկ է։ Դուք պետք է ոչ թե մտածեք հիմա այս ցինիկ հայտարարությունների մասին, այլ փախուստի մասին։
ճանաչում եք այս դեմքը, մի հատ այս դեմքին նայեք։ Ադրբեջանցիներն են արդեն հժում սրանց վրա, կներեք արտահայտությանս համար։ Ադրբեջանը մերժել է Սարգիս Խանդանյանի առաջարկը նրան անվանելով պոպուլիստ։ Հանդիպման առաջարկը խաղաղության պայմանագրի նախադեպի շուտերս ասել են արա դու ով ես։ Ով ես դու։ Ես ուղղակի ուզեցա հասկանալ մի հատ ով է ինքը։ Չալարեցի ու մի հատ իր անուն ազգանունը հավաքեցի Վիկիպեդիայում։ Վիկիպեդիայում գրած ընդհանրապես։ Ընդհանրապես ոչ մի բան չկա իրեմ ասել։ Լավ, ասիստեր նայեք ինչ է գրած։ Որ ծնվել է 90 թվականին 2019-ից ԿՊ անդամ։ Ուսա ներկայացնում է Հայաստանի արտաքին գործերը, ինքը պատգամավոր է։ Հələ մատ փորձեք մտնեք Ադրբեջանի կամ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորի, որը զբաղվում է այս արտաքին հարցերով։ Հիմա դա կեսագրությունը նայեք։ Փորձեք էլի։ Սա ասում եմ, սա մի երկու բան արել կյանքում։ Էն էլ մեկը ինքը չի արել, պատահական եղել, ինքը ծնվել է պատահական։ Մեկ էլ ըստ իր ուսապարկ երևույթի ասել են, հա ինչ է, լավ ուսապարկա։ Ոչ մի բան չասող ուսապարկա։ Դարել է 19 թվականից ԿՊ անդամ ու պատգամավոր։ Ու վերջ, իր կենսագրությունը ցանով վերջանում է։ Ու ինքը առաջարկություն անում Ադրբեջանին։ Պատկերացնում եք, ոնց պետք է վերաբերվեն մեզ, մեր երկրին, երբ որ մեր երկիրը սաս մեկն է ներկայացում։ Ասում он был никто, его зовут никак։ Ասում նա ոչ մեկ էր եւ իր անունն էր ոչ մի բան։ Սա իրականությունն է։ Իսկ դուք ինչ եք մտածում, այս իրականությունով հնարավոր է Հայաստանի նման բազմաշերտ ու բարդ երկիր ղեկավարել։ Հա, իհարկե հնարավոր է։ Եթե ասենք այդ կառավարման ելքը, արդյունքը քեզ հետաքրքիր չի, արդյունքում ինչա լինելու։ Ամեն ինչ հնարավոր է։ Այս կառավարման արդյունքն էլ սա է։ Չկա բյուջե, չկա պաշտպանություն, չկա հեղինակություն, ոչ մի բան չկա։ Նույնիսկ արտասահմանյան բարձրաստիճան հյուրը գալիս է, իր համար մենակ ֆրֆռում է, ինքն է որոշում իր օրակարգը, իշխանությունը հետը չի գնում։ Իբր ինքը տունը չի։ Ես որ ասել էի ոնց որ նախագահը իր տան մեջ ֆրֆռա, հա։ Ասում են ոնց թե իր տան մեջ ֆրֆռա։ Հա, բավոտ տանտես չկա, այնա ոնց որ իր տունը լինի, էլի։ Որ տանտերը բախկվի դուրս չգա։ Մցնի գլուխ ավազի մեջ, ասի լրատվականներ սուս մնացեք, չասեք, որ առանց ինձ է գնացել ծիծեռնակաբեր։ Հենց ուսանալավ են իր տունն է, որտեղ տանտերը ընդունում է, հյուրասիրում է, ճանապարհում է, տանում է, բերում է, պատվում է։ Տենց է, այդ է տանտերը։ Ոչ թե որ պախկվում մտնում է անցկերը, ասում են լրատվականներով էլ ցույց մի տա։ Իբր թե որ լրատվականները ցույց չտվեցին, Թուրքիան ու Ադրբեջանը չիմացան, որ ինքը գնացել է Ադրբեջան։ Իմացել էին ու Արցախի դրոշի համար են բան էին դեսպանը կանչվել էր արտգործնախարարություն Գերմանիայի։ Իմացել էին Նիկոլ Փաշինյան։ Հա ուղղակի ասել են լավ, ճիշտ է ինքը գնացել է, բայց մեր եթիմը իր հետ չի գնացել, լավ։ Ակաժները չենք քաշի։ Սա Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ընդհանրապես Հայաստանի որպես երկիր կարգավիճակը այսօր։ Շնորհիվ Այսա ցույց տամ շնորհիվ։ Շնորհիվ սրանց։ Սա Հանրային ռադիոյի տնօրենի կինն է։ Շուշան Ղազարյան, որը գրում է. «Բաում դեմ եք միավորվել, մեր հացը լափում եք, մեր դեմ միավորվում, դուք մեկի հետ յոլա գնալ կարող եք, Աստծուց մոռացված դժբախտներ»։ Արցախցիներին Աստծուց մոռացված դժբախտ է ասում այս դեմքով ու այս սրա կինը, որը միանգամից ասում է, պատասխանում է, ասում է, էսի այդ հանրային ռադիո, այդ խայտարակ դեմքը, որ Գարեգին Խոմարյանի դեմը եկավ, տեղը եկավ նշանակվեց։ Ասում է, ոչ, հարցնում են դուք պատասխանատու եք ձեր կնոջ վիրավորանքներով, ասում է, ոչ, ես իմ կնոջը ոչ էլ ուրիշի ստատուսները չեմ մեկնաբանում։ Պատկերացնում եք։ Ինքը չի մեկնաբանում։
Դա հանրային ռադիոյի տնօրենն է։ Ու այս կինը, սրա կինը խոսում է մոռացված դժբախտ լինելու մասին։ Մեծ հարցը ով է մոռացված եւ դժբախտ։ Բայց մի բան է միանշանակ, որ Շուշան Ղազարյան օկտատերը, որ ես հիշում եմ վաղուց, հա, որ մոլերանտ Նիկոլական էր, արցախցիներ ջան, ես պետք է ասեմ, որ մոլերանտ Նիկոլականի համար, մանավանդ որ ամուսնուն Գարիգի Խումարյանին հանելուց հետո նշանակել են հանրային ռադիոյի տնօրեն, դուք հավատացեք մի բան, խնդիրը դուք չեք, խնդիրը այս տեսակն է, որ ինքը իրեն համարում է երջանիկ ու չմոռացված։ Երջանիկ ու չմոռացված է միտեղ համարում մեկը, որ ելնի շատ երջանիկ է, որ Հայաստանը սպանվել է հազարավոր երեխեք, հա, որ Հայաստանը կես է եղել համարյա, ինքը շատ երջանիկ է այդ ամեն ինչով։ Իսկ ինչ եք կարծում, եթե Նիկոլ Փաշինյանի ականջին հաճո լիներ, օրինակ նույն բանը ասվեր գյումրեցիների համար, այ որ գյումրեցիներ, դուք թշվառ ու մոռացված, ես իմ թուրքի ծախված, օլիգարխ, պիցայակեր, հա, մեկն է որ ասենք չընտրեցի ԿՊ, ինքը չէր ասելու, ինքը ասելու է։ Իր համար մեկը, սրանք հայրենիք չունեն, արցախցիներ ջան, սրանք ազգություն չունեն։ Սրանք պաշտոնի փողի այսօրվա լափի համար, ասում եմ, սեփական ազգի երեխեք, սպանված երեխեքին են ուրացել։ Սեփական ազգի պատմությունն են ուրացել։ Հսկացման երջանկությունով, ակնկալիքով սպասում են վաղվա օրվան։ Իսկ դուք ինչից եք նեղում։ Բայց այդ կարգի մարդու համար ինչ է Արցախցին։ Արցախցին, որ իր ամեն ինչով պահել է իր հողը։ Ես չեմ ասում այն տականքի մասին, որ վաճառեց ձեզ բոլորին, վաճառեց բարի բուն իմաստով։ Խոսք իրենց մասին չի։ Այն ասարցու մասին է ասել խոսքը։ Այն Արցախցին ունի դժգոհելի իրավունք եւ պիտի դժգոհի իր թվացial երջանիկ եւ իրանց կարծիքով չմոռացված Շուշան Ղազարյանները, սրանք ընդամենը մեկի կինն են, որ իր կոլեգային հեռացնելով եկավ նստավ իր տեղը։ Մեկի կինն է, որ հրաժարվում է իր կնոջից։ Ասում է, իր ստատուսները չեմ բանանում։ Գրել է, ես իրան առանց ստատուսների եմ, որպես կին եմ սիրում։ Թիքիզով էլ հարցնում կնոջից սիրում ես, թե չես սիրում։ Արցախցիների ջան, սա նույն բանը կասել երևանցիների համար, գյումրեցիների համար, լոռեցիների համար, այնպես որ դուք այս անազգ անհայրենիք Նիկոլականերից ոչինչ բան մի սպասեք։ Ավելին, դուք սպասեք, որ էլ ինչեր եք կարդալու ձեր մասին։ Գիտեք ինձ է խնայում։ Չէ, եթե դա ձեզ օգնում է, թեթևացնում է, իմացեք, ինձ էլ չեն խնայում։ Ուղղակի տարբերություն ձեզ, ես մեկ բանը կոճակ ունեմ, սեղում եմ, հավերժ ինքը լռում է։ Ցավոք, դուք չեք կարող այդ կոճակը սեղմել, որովհետև ուրիշտեղ են իրանք խոսում, էլի, ձեր այդ անձնական խոսան, դուք այդ կոճակի տեղը ունեք։ Բայց ոչինչ, այս ամեն ինչին բան չի մնացել։ Ով Արցախում վիրավորում է, ով Արցախը համարում է ոչ իր հայրենիք, դե հասկացաք, չէ՞ ինչ ազգի ներկայացուցիչ է արդեն։ Հասկացաք ինչ ազգի ներկայացուցիչ է, ոնց կարող Նիկոլի համար ծառայող այդ իր բաղձալի երազանքին հասած ռադիոտնօրենն ասած մեկը ազգություն սիրի, հայ սիրի, արցախցի սիրի, հայկական հող սիրի, չէ, դրանք բոլորը մենակ փող են սիրում, փող։ Եթե փողը տալիս է թուրքը, թուրքին են սիրում, իրենց համար մեկ այդ փողը ով է տալիս։ Իրանք դա են սիրում, եթե նույնիսկ այդ փողը ստանալու դիմաց հազարավոր երեխեք են սպանում։ Բայց սենց մարդուց արժի նեղանալ։ Չէ, արցախցիներ ջան, չնեղանաք։ Դուք իմ հարազատներն եք։ Այսօր բարձրացած Մովսես Հակոբյանի դեմ նոր մեղադրանք է ներկայացվել։ Ես ուզում եմ բանը անկեղծ հետաքրքրվում եմ, էլի։ Իսկ նախկին մեղադրանքների հետ ինչ կա։ Նախկին մեղադրանքները ինչ եղան։ Ոց չկա, չէ, ասենց ասեմ, պարբերաբար ամիսը 1 կամ 2 ամիսը 1 լսում ենք, որ ինչ-որ նոր գործ է հարուցվել։ Եվ նախկիներն ինչ եղավ։ Նախկին քրեական գործեր ինչ եղավ։ Հատորներով քրեական գործ կա Մոսիի դեմ։ Սա։ Էսեն է որ բանը Շուշիում Արցախի պատերազմից 2 ամիս առաջ, հա, միջև ատամները ականջները ժպտալով
Փաշինյան Նիկոլ էր գրկել։ Ինքը գիտեր ինչ ա լինելու։ Եվ հետո Շուշիում Արայիկ Ալությունյանի այդ պանցալի ընտրության ժամանակ, որ իրանց տականքին նշանակեցին այդտեղ, հա։ Այդ է լուծում։ Իրանք բոլորը գիտեին ինչ ա լինելու։ Այդտենց էլ ասում են, եկել ենք վերջի քեֆն անենք Շուշին տալուց առաջ։ Հիշում եք։ Ինչ է մոսի։ Դու ինչ ես մտածում, քեզ պահելու են, խնայելու են։ Ոչ պահելու են, ոչ խնայելու են։ Դուք բոլորը նույն նավի անձնակազմ եք, նույն, որը խորտակվել է արդեն։ Ես ձեզ առաջարկում եմ գոնե մասամբ փրկվել։ Մասամբ փրկվելու միակ ձևը Փաշինյան Նիկոլին հանձնելը արդարադատության։ Կալանավորել ու հանձնել։ Նույնը ոնց որ բանում եղավ Ռումինիայում։ Չէ՞ որ ամենաարնախում գեներալը, որ ժողովրդի վրա կրակել տվեց, հենց ինքն էլ կալանավորեց բանին Ռումինիայի նախագահին, Չաուշեսկուին, Նիկոլային եւ կնոջը։ Հա, եւ ինքն էլ կալանավորեց, ինքն էլ դատեց, ինքն էլ գնդակահարեց, բերեց ձայնագրություններ ցույց տվեց ժողովրդին։ Ժողովուրդը մոռաց։ Հիմա ես ձեզ եմ ասում, դուք ունեք այդ հնարավորությունը։ Հա։ Ելենան էլ, Նիկոլայն էլ, այդ հետաքրքիր չէ, երկուսն Նիկոլեն էլի։ Ելենա Չաուշեսկուն էլ, Աննա Հակոբյանցի դեմս, Նիկոլն էլ, Նիկոլ Չաուշեսկուն էլ, ձեր ձեռքի տակ են, պահում եք, ինչ անեք։ Իրանք ձեր բան են, ամնիստիան են, հասկացեք։ Նիկոլն ու Աննան ձեր ամնիստիան են։ Ինչքան շուտ ներկայացնեք դրանց դատարան, այնքան հավանականությունը մեծ է, որ դուք այս ամնիստիայից կօգտվեք։ Չգիտեմ, ասենք ինչ աստիճանի պետքա ինտելեկտ ունենալ, ոչ հասկանալ, սրանք վերջացել են արդեն։ Մանավանդ որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։ Ադրբեջանը լուրջ պատերազմի է պատրաստվում։ Ադրբեջանական Silkway բանը բեռնատարները, որի զենք են տեղափոխում, չափազանց ինտենսիվ թռնում են գալիս Իսրայել։ Իսրայելից զենք են բերում նորից, որովհետև ես պետք է ասեմ մի բան, Բաքուն էլ չէ հասկանում, որ Նիկոլ Փաշինյան չկա գոյություն չունի։ Վստահ եղեք, իրանք մեզանից լավ են հասկանում։ Եթե մի բան կարողանա անի, ինքը հիմա է կարողանալու անել։ Այն ժամանակ, որ Փաշինյան Նիկոլ չեղավ, թերթելու ենք ոչ թե Հայաստանի վերջին էջը, թերթում ենք Ադրբեջանի վերջին էջը։ Հիմա Ադրբեջանը հասկանում է։ Եթե այս պահից չօգտվես, քանի ճիվաղը իշխանության մեջ է, եւ կկախվի զինվորականների ձեռքից, որովհետեւ նշանակել է իր նման տականքների եւ մասնավորապես այդ գերխավոր շտաբի պետը, այն թափոնը բիոլոգիական, դրան որ տեսնեք, ասա արա չես ամաչում, գոնե այդ ուսադիները այդ պոկի այ եթին։ Դու լրագրող էլ նույնիսկ չես, լրագրողը գոնե լրագրական գործ անում։ Դու նույնիսկ լրագրող չես։ Մի խոսքով, քանի դա է, քանի գլխավոր ճակերտավոր հրամանատարն էս ճիվառն է, Ադրբեջանը մենակ հիմա շանս ունի Հայաստանը գրավելու։ Ու ինքը հասկանում է, որ այդ ժամանակները սեղմվում են։ Փաշինյան Նիկոլն գոյություն չունի։ Ամեն վայրկյան կարող Հայաստանը փոխվի դա։ Ամեն վայրկյան եւ ինքը հստակ զինվում է։ Հիմա ինչ եք ասում, Մոսիներ։ ԱԱՑՊ բան։ Դու գիտեք, ձեզ են խնայելու։ Ժողով չեն խնայելու։ Էլի Սիրիայի օրինակը ձեզ բերեմ, էլի։ Սիրիայի օրինակը ձեզ բերեմ։ Չեն խնայելու, ով ձեզ երաշխիքներ ա տվել։ Մեկ նայեք այդ երաշխիքները տվողները Արցախին թող նայեն, ով այդ երաշխիքներին հավատում ա կներեք, ով այդ երաշխիքներին հավատում, թե մեկ Արցախին նայեն, մատը Սիրիային։ Նույն երաշխիք տվողն ա եղել։ Նույնը։ Ռուս-թուրքական դաշինքն ա։ Մեկ նայեք Արցախի ճակատագրին եւ Սիրիային։ Եթե այսքանից հետո դուք հավատալու եք այդ երաշխիքներին, ես էլ ասելիք չունեմ այդ argument։ Ուզում եմ սա դեպքը նայեք։ Շրջակա միջավայրի նախարարությունը ձախողել է արտեզյան հոլերի լուծարման կոնսերվացման գործընթացները։ Ուղղակի sense որ գրում են, որ ձախողել է, ուզում հարցնեմ, իսկ ինչ է սրանք չեն ձախողել։ Ինչ է։ Եվ այսպես սույն նախարարը Հակոբ Սիմիդյան կոչվածը տարիներով միլիոնավոր դրամներ վերցրել են իրենց նախարարությունը եւ ոչինչ չեն արել։ Այսինքն այն ինչ որ այս ջրային խնդիրը Հայաստանի ռազմավարական կարևորագույն խնդիրներից մեկն է։ Կարևորագույն։ Ես մի ամբողջ հաղորդում եմ արել, որ 44 օրյա պատերազմը դա մենակ Արցախի իրենց կողմից գրավելու պատերազմ չէ։ Դա
ամբողջ տարածաշրջանի աղբյուրների, մաքուր խմելու ջրի աղբյուրների գրավելու եւ տիրանալու պատերազմ էր, որովհետեւ անապատանում է Ադրբեջանը։ Արագ տեմպերով անապատանում է եւ այդ ամեն ինչի այդ արագ էս ամեն ինչ քարվաճառը տրվեց, որտեղ բոլոր աղբյուրները այնտեղ են։ Սա նաեւ ջրի պատերազմ է։ Հիմա այս ջրի տնտեսությանը դիտապետող սա հիմա կասեք դիտավորյա կամ ուղղակի ինքը հանցագործ կոռուպցիոներ է, փողերը 79 միլիոն դրամ տարեկան մեղսել է ու ոչինչ չի արել։ Ջրերը հոսում են, ջրերը կարգավորված չեն, ջրային տնտեսությունը ահավոր վիճակի մեջ է։ Իսկ ապագայում ոնց ասեմ, այսօր ամենակարևոր ռեսուրսն է ջրային տնտեսությունը, որովհետև տվել են մի մարդու, հիմա երևի Վարդան Ղուկասյանն անեմ այս պահին, չէ, հայոյանքի պահով չէ, այդ բացահայտումները, ես չեմ ուզում շատ մանրամասներ մեջ խորանամ, որի քուրը Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապահովում է Աննայի հիմնադրամների փողերի լվացումը։ Սրանք մենակ տնտեսությունը չեն ավիրում, երկիրը չեն ավիրում, ջրային տնտեսությունը չեն ավիրում, սրանք նաև սրա քույրը Աննայի աղբոր հետ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բացել են հիմնադրամ եւ լվանում են Հայաստանից գողացված բոլոր փողերը։ Այս մասին այսքան է ասեմ, որովհետեւ տվյալ են ինձ շատ են ասել, էսի Ղուկասյան Վարդանի գործն է, էլի։ Ես չեմ ուզում այդ դաշտ մտնեմ, ուղղակի ասեմ ով է ինքը եւ ինչի է հենց ինքը նախարար այս կարևոր ոլորտի։ Իսկ թե սրանք որ ոլորտը միջև հիմա չեն ավիրել, դա էլ հարցը։ Իրանք ավիրել են ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ, որովհետեւ իրանք կառավարման համակարգում չեք կարող գտնել մեկ մարդ, որ պաշտոնյա նշանակվել իր մասնագիտական որակները հաշվի առնելով։ Հետևաբար ոնց է պատկերացնում տնտեսությունը, երկիրը ոնց պետք է աշխատեր։ Քանի հոգի կգնա կպարկի մի վիրահատարան, իմանալով հանդերձ, որ բժիշկը բժիշկ չի, քարտաշ է։ Ես անդադ կոշկակար եմ ասում, կոշկակարներն ինձանից նեղանում են։ Կներեք կոշկակարներ, ձեր մասնագիտությունը շատ հարգի մասնագիտություն է։ Ուղղակի երբ որ կոշկակարը վիրահատում է, այդ լավ չի։ Հա, հիմա քարտաշ ասեմ, ոչ չնեղանան։ Ոչ մեկս չի գնա, չէ՞։ Բայց մեկ հիմա ամբողջ երկիրը տվել են մարդկանց, որ նույնիսկ քարտաշ չեն։ Ու մեկ այլ ակնկալիք ունենք, Շուշան Ղազարյանները այլ ակնկալիք ունեն, որտեղ դա իրենց համար կարևոր չի, կարևորը իր ամուսինը այսօր ռադիոյի տնօրենն է։ Այս այն ռադիոյի տնօրենն է, որ միանգամից հանել էր Արցախի ժամացույցը եւ Ադրբեջանի թե Ստամբուլի ժամանակներ կրսել ռադիոյի պատին։ Սրանք այդ տականքներն են։ Հասկանում եք։ Այս տականքներն են, բադիկ Ժողովուրդ ջան, ինչ եք ուզում։ Սրանցից ինչ կարելի է ակնկալել։ Այսպիսի նորություն է պատտվում, որ շուտով կլինի ամենամեծ հարձակումը Իրանի վրա։ Իսրայելական հերոսանգերություններն են տարածում ու ճիշտ ասած շատերն են անհանգստացած ինձ զանգում ասում են, սա պատերազմ է սկսելու։ Մենք պատրաստ չենք։ Ես այս պատերազմի մասին հիշում եմ դեռ 1994, 95, 96 թվականից ոչ չկար, ոչ չլսենք, որ հեսա Իրաքի վրա հարձակումից հետո, Քուվեյթի վրա հարձակումից հետո, այս պատերազմից հետո հաջորդ է լինելու է Իրանը, հաջորդ է լինելու է Իրանը։ Ես եւ 96 թվականին եղա Իրանում, եկա ու ասից Իրանի վրա ոչ մեկ չի հարձակվելու։ Իրանի վրա հարձակվել անիմաստ է։ Արդյոք ոչ մեկ չի ստանալու այնտեղ։ Հիմա էլ եմ ասում, Ժողովուրդ ջան, Իրանի վրա, ասում կարող է հերբից կրակեն Իրանի վրա, բայց պատերազմ լայնամասշտաբ Իրանի դեմ ոչ մեկ երբևէ համենապես առաջին մի քանի տասնյակ տարի ես չեմ պատկերացնում, որ լինի։ Ասում հերբից հարձակումներ, հրթիռային միշտ էլ եղել է, միշտ էլ կարող է լինի։ Իրանն էլ պատասխանելու բան ունի եւ ամենակարևորը Իրանը չի այսօր, որի վրա մեկը լեգիտիմ իրավունք ունենա հարձակվելու։ Բայց եթե հանկարծ եղավ, բնականաբար դա լինելու է խառնված նաև Ադրբեջանը, կտեսնենք կարող է մեկ էլ հետաքրքիր զարգացումների ականատեսնենք։ Ես ինքս չեմ հավատում։ Բայց եթե եղավ, ամեն դեպքում մենք ապրում ենք Թրամփյան ժամանակաշրջան, որտեղ ամեն ինչ
Ալվում է լոգիկայից դուրս։ Ուղղակի լոգիկայից դուրս։ Դա էլ կարող է լինի։ Հա, այս Թրամփի հետ կապված, ոնց ասեմ, ես որ մեկ Թրամփի գործողությունը քննադատել եմ ու քննադատել եմ հիմա, նաև խնդրում եմ, մի գրեք, որ բա դեմոկրատները լավ էին, թե չէ։ Հասկանում եք, դուք ինձ հիշեցնում եք այն մարդկանց, որ քննադատում էի Փաշինյան Նիկոլին, ասում էին դու Ռոբերտի կողմից ես։ Հասկանում եք, ժողովուրդ ջան, ես չգիտեմ ովքեր են դա, կարողացեք լինել մի քիչ ինտելեկտով բարձր, քան ամենացածրն է։ Հասկանում եք, ես որ ասում եմ Տրամփը իր գործողությունների մեջ փչացնում ամեն ինչ, դա չի նշանակում, որ ես գովում եմ ու տեղս չեմ տեսնում, ոնց կարող է ես գովամ դեմոկրատներին։ Էլի գամ հայտնի խոսքը, ես չգիտեմ դուք ինչ եք լսում, ես գիտեմ ես ինչ եմ ասում ու ես պատասխանատու եմ իմ ասածների համար։ Հիմա գնանք առաջ։ Ասեցինք եկանք հասանք։ Եվ այսպես նույնիսկ ամենահավատալի Wall Street Journal-ն ցել արդեն հանձնվել է Թրամփի դեմ, ինչ է անում Թրամփը, հա։ Թանկացել է բոլոր տեսակի ապրանքները Եվրոպայից եկող։ Բայց հերվից կա։ Այսօր Ուրսուլա ֆոն դեր Լայնին էի լսում, ինչքան էլ որ ես իրան չսիրեմ, որպես կոռուպցիոներ, բայց այսօրվա իր ճառը Եվրոպայի պատասխանը Ամերիկային բավականին գրագետ է, լուրջ քաղաքական գործիչի ճառը։ Եվ այսպես արդեն Թրամփը հասավ Եվրոպային 25%-անոց հարկավեր են դրել մեքենաների, հատուկ մետաղների, ֆարմացևտիկ արտադրանքների, հա, դեղամիջոցների, ավտոպահեստամասերի վրա հարկեր է դրել։ Հիմա Եվրոպա մտածում է ոնց է ինքը պատասխանելու։ Այսօր Ամերիկայի տնտեսությունով հետաքրքրվողներին ասեմ, Ամերիկայի տնտեսությունը վատանալու է ու երբեք չի լինելու առաջինը։ Ես եկել եմ առաջվանը։ Եկել եմ ասել, այսօր եմ ասում։ Եվ դրա համար ես դա հիմքեր ունեմ։ Եվ այլն, ինչ է ասում, ինչի է արդեն Wall Street Journal-ը, այս ժուրնալը ծաղրում Տրամփին, որ այսօր ասել է, ճիշտ է, մենք թանկացել ենք, բայց հուսով ենք, որ 25%-անոց տարիֆը, որ ես դրել եմ, դա ինձ գները չեն թանկանա։ Արտադրողները այդ 25%-ը կվերցնեն իրենց վրա ու կմատակարարեն մեզ առաջվա գնով, որ հանկարծ ամերիկյան արտաբանը գնորդը չզգա այդ տարբերությունը։ Սա ֆենոմենալ։ Ընդհանրապես ինչքան ես իրան լսում եմ, ես մի բանի վրա եմ ուղղակի sense զարմացած մնում։ Այս մարդը, որ sense անուն է հանել, sense բիզնեսմեն է դարել, իհարկե 4 անգամ, թե 5 անգամ բանկրոտ լինելով, հա, խափելով բանկերին գցելով։ Ոնց է դա հնարավոր էլի։ Ուղղակի ոնց է դա հնարավոր։ Այս կամ ինքը հիմա լուրջ ուղեղի խնդիր ունի, դու ոնց կարող ես բոլորի վրա տարիֆ կիրառես ու հույս ունենաս, որ այդ ապրանքը որ եկավ ամերիկացի գնողը թանկ չի առնելու։ Ինձ մեկ թրապիստներ կան, գրում են նեղացած բան, որ ես թրապիստ կարող չխոսամ։ Եթե դուք սա նորմալ եք համարում, adekvat եք համարում, սա ուրեմն դուք օգնության կարիք ունեք, ժողովուրդ ջան։ Ով սա նորմալ է համարում, որ կարա ինքը բոլորի վրա տարիֆներ դնի ու հետնել պարտադրի, որ այդ ապրանքը թանկացած չկա իր երկիր, սա աննորմալ պետք է լինել առնվազն, էլի բացատրություն չկա։ Ստե տնտեսական բացատրություն չկա adekvat, չէր կարող լինել, քաղաքական չկա, տնտեսական չկա, ոչ մի ձև ֆինանսական իհարկե չկա, բանում Wall Street-ում լրիվ կատաստրոֆիկ վիճակ է, ինվեստիցիաները կանգնել են, որովհետև ոչ մեկ չգիտի ապագան ինչ է, որտեղ ներդրում լինի, իսկ եթե մեկ ամիս երկրով դադարեն բանը ինվեստիցիաները, ինվեստիցիոն ծրագրերը մեկ ամիս դադարեն, սոսկալի ճգնաժամ է, սոսկալի, ավելի մեծ ճգնաժամ կլինի, քան COVID-ը, որտեղ COVID-ը պարզ էր ինչ է, COVID-ը պարզ էր եւ հասկանալ էր, որ հիվանդությունը բուժելուց հետո ամեն ինչ կվերականգնվի։ Հիմա ավելի վատ է, քան COVID-ային պերիոդը։ Դա բան եմ ասում, ես ով կարա երաշխավորի բաղ իրանիկ խփեն, թե չէ։ Ես չեմ հավատում, բայց այս տղուց ամեն ինչ հավատում եմ։ Գնանք առաջ։ Ռուսաստան նոր պայմաններ է թելադրում։ Դեռ էլ բախտը չբերեց Նոբելյան մրցանակը խաղաղության համար չի ստանա Թրամփը։
Թրամփը որոշել է, որ սրանց հետ այս դեմքը տեսնում եք, այս դեմքը արդեն միլիոնավոր մարդ է սպանել Պուտինի հետ միասին։ Ու Թրամփը այս դեմքից ակնկալիքներ ունի։ Իրանք իրենց պայմաններն են շարունակում առաջ տալ, որը Թրամփը չի կարողանալու իրականացնել։ Թրամփը արագ ուզում է ինչ-որ մի ասենց ֆիկցիա դիլ աներ, գործարկաներ, խաղաղության մրցանակ ստանալու համար, թքած Ուկրաինայի վրա, թքած Ռուսաստանի վրա։ Փաստորեն ոչ Ուկրաինան ուզեցավ սեփական երկրի վրա թքել, ոչ էլ Ռուսաստանն է ուզում իր դիրքորոշման վրա թքել։ Արդյունքում Թրամփը մնում է ծիծաղելի անհետեթ վիճակում։ Իսկ ինչ վերաբերում է Եվրոպայի պատասխանին, Ուրսուլա ֆոն դեր Լայնը շատ պարզ այսօր ասեց, որ Եվրոպան պետք է հասկանա մի բան, որ մեր պատասխանը առայժմ Ամերիկայի Միացյալ Նահանգների լինում է մեր միավորվածությունը, որ մենք միասին ենք ու պատրաստ ենք ցանկացած մարտահրավերի եւ բանակցությունների Ամերիկայի հետ։ Եվ դեռ մենք կմտածենք ինչ սանկցիա ենք իրարում հենց Ադրբեջան, վատ չէր լինի, հենց Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ։ Եվ մի բան շատ կարևոր ասեց, որ տարական հաշվարկը հասկանալու համար, որ 27 երկիր, երբ որ մեկ մաքսային գոտու մեջ է, այնտեղ ցանկացած բան, որ արտադրվում է, ինքը չի հարմարացվում 27 երկրների ստանդարտների հետ, կամ մի եվրոպական ստանդարտ, ինքը չի հարմարեցվում 27 երկրների օրենքների հետ, ինքը կա մի հատ ընդհանուր 27 երկրների համար օրենք, ինքը չի անցնում 27 մաքսատուն, 27 սահման, այդքան սահմանապահ ու մաքսատուններ չենք պահում, բյուրոկրատական ապարատ չենք պահում։ Սա այն է, ինչ որ հզորացրել է Եվրոպան եւ սարքել է հզոր Եվրոպան։ Եվ մենք այդ հզոր Եվրոպան առավել եւս այսօր պետք է ամենաարդյունավետ ձևով օգտագործենք, որովհետեւ մենք աշխարհի ամենամեծ սպառող շուկան ենք։ Ու դա ճիշտ է։ 500 միլիոն ամենամեծ սպառող շուկան դա Եվրոպան է, հետո Ամերիկան է։ Եթե Ամերիկան ուզում է գնա այս շուկայից, ինքը կարա գնա։ Հանգիստ կարա գնա։ Իսկ դա ո՞ր եմ ասում։ Ամերիկյան արտադրողները մնալու են ոչ թե դատարկաձեռը, իրանք կորցնելու են աշխարհի ամենամեծ շուկան։ Ամենամեծ շուկան մնալու են Ամերիկայի, այդ չեմ ասել, նման կողքից էլ Մեքսիկան ու Կանադան էլ կա։ Դրա բան եմ ասում, ովքեր փողեր ունեն ամերիկյան կորպորացիաներում, չգիտեմ, բաների ձևով, ներդրումների ձևով, ոչ մի լավ չի սպասում։ Դու գիտեք ինչ է կանում։ Ու սրանք էլ հերթական անգամ այդ մեջտեղի մատը ցույց տվեցին Թրամփին, ասելով, որ իրենք իրենց պատկերացումներն ունեն եւ չեն ենթարկվելու Թրամփի մանիպուլյացիաներին։ Իրենք Ուկրաինան են ուզում ծերից ծեր։ Դե տեսանելի անկավ եւս 37% ֆրանսիական շուկայում։ Այս են նոր պայմանների մասին է, էս էլ է դրա մասին նոր պայմանների։ Հիմա գանք Երևան ու հասկանանք ինչ է կատարվում մեզ մոտ։ Մի ստե քաղաքացիների Լսեցիք։ Մի ստե Նայեք։ քաղաքացիների Ով Երևան, ով ինձ նայում է հիմա քիչ ավելի տալիքով, ասենք գոնե 30-40 տարեկան, երևի կհիշի, ասենք մի 10 տարի առաջ մենք ով սկսես բան կպատկերացնել Երևանի քաղաքապետարանում, Գյորգ ջան, սա երևանցիներին է ներկայացնում, այս ինչ որ տեսակ, սա ներկայացնում են երևանցիներին։ Ես մտքով հետ գնացի։ Իսկ զարմացած նույն երկրի մասին, նույն քաղաքի մասին է խոսքը։ Այդ հիշեք հələ ինչ դեմքեր ունեին, ինչ կոլորիտով մարդիկ ունեին։ Հարգարժան։ Նույնիսկ ավականիում են նստած, այդ հարգարժան մարդիկ ձևի համար գալիս են նստում են ավականիում։ Իրանք ոչինչ չեն խոսում, ոչ մի բան չեն որոշում, են ժանական հանրապետական կուսակցություն, իրանք գալիս են նստում են, ասում են այո կամ ոչ գնում են։ Բայց լկտիություն, սենց բան չէր կարող լինել։ Ոքի չէր կարող լինել։ Ես հիշում եմ նույնիսկ Արման Սահակյանը, որ քաղաքապետ էր, ինչ հարգանքով էր
խոսում բավականին բոլորի հետ։ Անդիմադիր պատգամավորներ կային, չէ՞, այդ բանում էր ժամանակ։ Չգիտեմ ինչքան էին անդիմադիր, ինչ որ այա։ Բայց այդ անդիմադիր պատգամավորների հետ երբեք նույնիսկ Արման Սահակյանը որ սես չի խոսացել։ Շատ հարգանքով էր խոսում բոլորի հետ։ Ես չեմ խոսում Կարեն Կարապետյանի մասին։ Ես էլ չեմ խոսում դրանց Երևան Զախարյանի մասին։ Երևան Զախարյանը ոնց կարող է սես ձենել հանել, հասկանում եք։ Տեսեք, ոնց ես համատում եմ այս սերունդը ամեն դեպքում դրանք կրթական ցենզում էին։ Դրանք գիտեին, որ դիմացինը մարդ է, պատարժան մարդ է։ Ու իրանց նկարում է հեռուստատեսությունը։ Հասկանում եք, մենք որտեղից ուր ենք իջել, ժողովուրդ։ Մի հատ պետք է ասես պաուզա տալ, ասել չէ, ես չեմ ուզում։ Ես հրաժարվում եմ ախպես անց։ Չեմ ուզում, եղբայր։ Ես Երևանը ուրիշ ձև եմ պատկերացնում, ես Երևանի քաղաքապետն ու ավականին ուրիշ ձև եմ պատկերացնում։ Չի կարա սաղ լինի։ Սա իմը չի, ես մերժում եմ սա։ Չեմ ուզում, եթե չեմ կարում չեմ կարում ազդեմ, չեմ էլ ուզում մասնակիցը լինել։ Հարգելի երևանցիներ ջան, հարգելի հայեր ջան, ես հասկանում եմ, մեզ սես բերել են մի հատ թունելի մեջ են մտել տեսադաշտով, որ մենք գարշանք պետք է տեսնենք բացառապես իդեմս այդ ռադիոյի տնօրենի կնոջ, վարչապետի կնոջ, դրանց մնացած փնտիների, ես հասկանում եմ, որ սես բերել են ցույց են տալիս, որ հայը սա է, մատես ջնում ենք դնում ենք մի կողմ ու հիշում ենք, որ մենք դա չենք։ Ասեք թեկուզ մենք կարանք սա է լինենք, էլ լնայք ես պապիկին։ Հələ։ Հարգարժան դեմք է, մյատնայքի, կորդքիք, խոսակ լսեք։ Հավատում եք, որ Նիկոլ Փաշինյանը այնպիսի առաջարկ։ Նիկոլ Փաշինյանի անունը որ չտայր օրս չփչացներ չեր էլի։ Դες չէ ջղայնացած էլի բան, բայց մենք արժանապատվություն կա տակը։ Մարդ կա, այս վերատկուի տակ մարդ կա, մարդ։ Փաշինյանի երեկվա ուղերձը դիտել եք։ Թքածում եմ Նիկոլ Փաշինյանի վրա։ Ինքը միանգամից կան ասեց, չեմ ուզում, երևանցիներ ջան, ուրիշ ձև ոնց հնարավոր, մենք էսի պետք է փոխենք, մենք այս թքած ունենալուց պետք է անցնենք ուրիշ գործողությունների, իրոք պարտադրենք մեզ, մենք մեզ պետք է պարտադրենք, ուրիշ տարբերակ չեմ տեսնում ես։ Ջան, անենց եմ զզվում իրանից, դեմքը չեմ ուզում նայեմ, բառ չեմ ուզում հետը խոսամ, չգիտեմ, անունը անգամ չեմ ուզում լսեմ, այդքան չգիտեմ ինչ ասեմ։ Համար մեկ թուրք, համար մեկ զզվանք, ուրիշ ոչ մի բան չունեմ ասելու։ Դժվար է վիճել, չէ՞, բայց էլի խոսքի մեջ էլի կուլտուրա կա, էլի բան կա, որակ կա, մակարդակ կա։ Այս սիրուն հայում լսենք։ Ընտրեմ կասեք, ինչու չեք վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Պատճառները շատ են, բայց ինձ թվում է ամենահիմնականը հիմա անվտանգության հարցն է։ Ես որպես Հայաստանի քաղաքացի վստահ եմ շատերը իրենց պաշտպանված չեն զգում այսօր Հայաստանի ներսում, իսկ պետության հիմնական ֆունկցիան մեզ պաշտպանելն է։ Այո, պետության հիմնական ֆունկցիան մեզ պաշտպանելն է, մարդու սեփականության իրավունքը պաշտպանելն է, անվտանգությունը պաշտպանելն է, սոցիալական ապահովությունը պաշտպանելն է, մի խոսքով տեղաշարժվելու եւ այլն, սահմանադրորեն ապահոված իրավունքները։ Մեկը կարող է ասի ամենամոլի նիկոլական, ամենամոլերանտ Շուշա Ղազարյանի նմանը չէ էլի, որ ինքը թքած ունի ամեն ինչի վրա, հա։ Բանական մի քիչ ամենամոլերանտ կարող է ասի, որ Հայաստանում անվտանգությունն ապահոված է։ Ամենամոլերանտ նիկոլական քարոզիչը կարող ասի, որ Հայաստանում մարդու սեփականության իրավունքը ապահոված է։ Այդ դեպքում պետք է ասի, այդ դեպքում որտեղ էր, ուր է ոսկեպարի, հա, Բաղանիսի գյուղերը, բա ուր են։ Դա պետք է ասի, չէ՞։ Չի կարող ասի։ Այստեղից հետևություն։ Հայաստանում չի աշխատում սահմանադրությունը, չի աշխատում օրենքները, ընդհանրապես կառավարությունը չի կատարում իր պարտականությունները, այսինքն այդ կառավարությունը օրենքից դուրս է։ Իսկ հիմա ես ուզում եմ այս աղջկանի երիտասարդ տեսա, ուզում ես երիտասարդներին հիշենք մի պահ, նրանց հասնեն ու վերագտնենք ինքներս մեզ։ Այդ վերագտնենք էլի, ով ենք մենք, ինչ ենք անում, ինչ ենք ուզում, ինչ ենք երազում, հա։
Մի փոքրիկ տեսանյութ։ Մենք ունենք աղբի մեծ քանակությամբ կուտակում։ Առավոտյան խոսել ենք պարոն Գասպարյանի հետ, խոսք են տվել։ Մենք խոստացել ենք ապահովել մեքենայի անվտանգ ներսու դուրսը։ Իրենք խոսք են տվել սանիտետից կուղարկեն մեքենան կգա աղբը կտանի։ Արդեն կես օր է։ Մենք այնտեղ խեղդվում ենք աղբի հոտից ու ստիպված մենք ենք իջացնում։ Հենց որ աղբը դնում ենք այստեղ, միանգամից գալիս են տանում են։ Դրանից առաջ ասում են ուրա սանիտետը, ասում են չեն կարողանում կապնվել։ Այսի Բաղրամյանը փակ շրջանը երկու շաբաթ Բաղրամյանը փակ մնաց չէ էլեկտրիկ Երևանի ժամանակա։ Մենք հիշում եմ աղբը հավաքում ենք, բերում ենք ներքև դեպի Մաշտոցի պողոտա, որ սանիտետը գա տանի։ Ինչևէ չեն գալիս։ Երբ որ գալիս հասնում է իրանց աշխատողների մոտ, կապնվում են շուտ, որ չխեղ, հանկարծ իրանց վատ չզգան։ Որ մենք այնտեղ խեղդվում ենք, դա նորմալ։ Ժամային առումով շատ խիստ են մերոնք ու գիշերները չեն թողնում մնամ։ Առաջին օրը ես մինչև ժամը 1 անցնեց մնացել էի ու դրա հաջորդ օրը չթողեցին որ մնամ։ Ինչ միջոց ասած կիրառեցի ու ոնց տեսնում եք արդեն էստեղ է։ Այստեղ նստածից չի ճամբարը։ Ընտանիք է, ես մի ժամանակ ասում եմ որ այս ամեն ինչը այս մարդիկ է իմ ընտանիքն է, բայց հիմա ասում եմ այս Գերդաստանը։ Սենց մեծ ընտանիք չի լինում։ Այստեղ յուրաքանչյուրին ում անգամ չեմ ճանաչում, շատ սիրում եմ ու ամեն ինչ կանեմ այստեղ գտնվող յուրաքանչյուրի համար անկեղծ։ Ու ես հիմա ահավոր նեղվում եմ, որ մերոնք իմ կողքը չեն այստեղ։ Միակ մտածում եմ, որ ոչինչ չի փոխվելու, մեկա դու իզուր ես գնում, իզուր չի այս ամեն ինչը։ Այս ամեն ինչը ազատության հոտ է գալիս այս ամեն ինչից։ Ուզում եմ որ ողջ ժողովուրդը դառնա այսպես տանիք։ Մենակ այստեղ Բաղրամյան 26-ում կանգնողներն ու նստողները չլինեն։ Ուզում եմ որ փողոցով քայլելուց հասկանամ որ տանն եմ, իրոք հասկանամ, զգամ այդ տնային մթնոլորտը։ Իսկ այստեղ գալիս եմ Բաղրամյան ու ես չեմ ուզում տուն գնամ։ Տունը արդեն ես ինձ զգում եմ ջուրի կարգավիճակը։ Այստեղ մենք մարդկանց հյուրասիրում ենք ջուր, հյութ, սուրճ, թեյ։ Ջուր, ժողովուրդ են կազմակերպում, իրանց օգնությամբ, իրանց ցանկությամբ բերում են ջուրը, սոկը, սուրճը, մենք դնում ենք ստեղ ու բաժանում բոլոր ժողովրդին։ Ցույց ցանկությամբ, ով ուզում գալի մոտենում, վերցնում գնում։ Կախ ամեն ինչից, իրանց ցանկությամբ, 2 հատ կբերեն, 10 հատ կբերեն, իրանց ցանկությունն է, բերում են, դնում գնում են, վերջ։ Մենք է կազմակերպում ենք, որ ամեն ինչ նորմալ սիրուն մատակարարվի ժողովրդին։ Այդքան բան։ Կոնկրետ մարդիկ կան զբաղվում են, որ մաքուր, ակուրատնիկ մատուցի ժողովրդին, որ հանկարծ ոչ մի բան չլինի, ոչ մի արտարուտ դեպք տեղի չունենա։ Ամենափոքրիկ հյուրասիրություն ակցիայի մասնակիցներին մեր բնական մեր այգու ծառի բալերից կոմպոտ եւ իհարկե շատ համեղ թխվածքաբլիթներ ակցիայի մասնակիցներին։ Ամենական ինձ որ ասում են մեկ լավը չենք մեր ազգից են բողոքում, քանի որ ես հյուր չեմ եղել, հա, ես այս ամեն ինչին էլ հեռվից չեմ նայել, ամեն ինչի մեջ եմ եղել, ես հիշում եմ այս կադրերը, ես հիշում եմ այս օրերը, նույնը 20 թվականի պատերազմի ժամանակ էր, նույնը, մենք կարողանում ենք ինքնակառավարվել, ինքնավերահսկվել եւ այս ցենց պահերին մենք դառնում ենք ազգովի դոնոր, հասկանում եք, մենք սա ենք, ինչքանով որ բացասական կողմերը կան, ինչքանով որ ինձ ցենց աշկս մցնում են, ասում են դու լավա տեսես, տեսեսի սենց է, ասում եմ սա կա, ես սա չեմ մերժում, բայց ես գիտեմ որ նա էլ կա, ես ոչ թե լսել եմ կամ հեռվից տեսել եմ, ես մեջն եմ եղել ու ոչ մեկ ինձ չի կարող համոզել, որ այս ամեն ինչը չկա, որ հայ մարդ էլ սենց չի, որ երևանցին սա չի, որ երևանցին ասենք Ավինյան Տիկոնա, հա, ես դրան չեմ հավատա, երբեք չեմ հավատա, նույնիսկ եթե 10 երևանցի է լինի, ես երևանցի լավ իմաստով եմ ասում, կարող է ինքը գյումրեցի է, այդ հարցեր չի, ասկսից արժանապատիվ քաղաքացի, 10 հոգի էլ մնացած, ես է 10 հոգու վրա հույս եմ դնելու, 10 հոգով աշխատել ենք, փոխենք, դարձնենք այնց ոնց որ մենք ենք ուզում,
Այսինքն նույնիսկ եթե հազարատ ուրիշ օրինակել մտցնեն աչքս, ես մեկա չեմ հանձնվելու, որտեվ սա տեսել եմ, սա կա, նշանակում է սա կարող է էլի լինի։ Ուղղակի հենց այս բաները դուրս է գալիս են ջրերես այն ժամանակ, երբ որ դրա առիթը ասես փողոցում դուրս է գալի։ Մեկը տեսնում ես ամբողջ հրապարակը, ես միջև այս ջրցանի ջրվելու օրը, ես առավոտ միջև հասա տուն, 2-3 ժամ քշեց, 4-ացա քնեցի, հետ եկա հունիսի 23-ն էր։ Հունիսի 23-ի առավոտ էր այդ ամեն ինչը, հա։ Այդ օրն էլ համ կնոջս ծնունդն էր, համ մորս ծնունդն էր, ես պատկերացա թողել եմ իրանց ծնունդ մտու, ես եկել եմ բավարարման։ Ես միջև եկա արդեն այս մարդիկ այս օգնություններով ու այդ ջարդից հետո կրկնակի ավելի շատ մարդեր այնտեղ։ Այսինքն ես տեսել եմ, ես ոչ մեկի կոչ չեմ արել, ոչ մեկին չեմ զանգել, այդ կարիքներ չկար, ամեն ինչ այնքան իրար հետ sense ավտոմատ էր կառավարվում, ինքնաբուխ, որ մենք սա ենք, մենք սա ենք, ես երաշխավորում եմ ամբողջ սովետական միության տարածքով, ոչ մի երկրում այդքան պայքար չի եղել, այդքան քանակի մասով եմ ասում, կարող ենք արդյունքներ չեն գրանցել, այդ կարգի, որ գոհ լինենք, հա, բայց ոչ միտեղ, ոչ Վրաստանում, ոչ Մեզբարցիկայում, ոչ Ռուսաստան, ոչ միտեղ այդքան պայքար չի եղել, չի գրանցվել, որքան Հայաստանում։ Մեր ժողովրդին մի վիրավորեք, մի ասեք հարմարվող են, պայքարող չեն, չէ, նշանակում է դուք տեղյակ չեք, ընկերներ ջան, դուք տեղյակ չեք։ Իսկ ինչի թե հաջողության չենք ասել, դա կարելի է խոսել, քննարկել, դա կարելի է պատճառները գտնել, բայց այն որ ռեսուրսը կա, գաղափարը կա, որակը կա, որ կարող է երկրին տեր դառնա, դա կա։ Եվ այդ ամբողջ շրջանի ես որ դուք տեսաք այս տեսանյութը, երկիրը կարգախոս ուներ, որ մենք ենք տերը մեր երկրի։ Ճիվաղը դա էլ ալմատախիլ արեց, այսօր ոչ մեկ դա չի ասում։ Բայց հենց սկսենք դա կրկնել, կսկսենք դրան հավատալ, որ մենք ենք տերը երկրի։ Ես ինձ համարում եմ այդ երկրի տերը։ Հակառակ դեպքում ես ամեն ինչ չէի անում։ Ես դրան հավատում եմ։ Երեկվա Լոյս Ճգնաբուրյանի խոսքերով ասած, ես տեսնել եմ ազատ անկախ միացյալ Հայաստան, ու պիտի տեսնեմ։ Այսօրվա համար այսքան, լավ մնացեք։